Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ սերիալի այսօրվա անոնսը մեզ ցույց է տալիս, թե ինչպես է սերը փոխում անգամ ամենաամուր եւ կոպիտ թվացող տղամարդկանց եւ թե ինչպես են ճակատագրի թելերը խճճվում ամենաանսպասելի կետերում։ Սկսենք Լեոից, ով կարծես այլ մարդ դարձած լինի։ Մեր աչքի առաջ նա կերպարանափոխվել է, դառնալով հոգատար եւ ռոմանտիկ։ Նա գնումներ է անում տան համար, խոհանոցում ուտելիք է պատրաստում, ինչը նրանից սպասելն անհնար էր։ Դավիթը նրա եղբայրը զարմացած եւ ապշած հետևում է այս փոփոխություններին եւ չի դիմանում, հարցնելով, թե ինչ է կատարվում։ Միգուցե Լեոն սիրահարվել է, եւ այստեղ հնչում է անկեղծ խոստովանությունը։ Այո, Լեոն սիրահարվել է, եւ ոչ թե պարզապես մեկին, այլ իրենց թշնամու, Հունանի դստերը, Լեային։ Դավիթի համար սա իսկական շոկ է։ Նա փորձում է եղբորը վերադարձնել իրականություն, հիշեցնելով սոցիալական անդունդը, որ կա նրանց միջև, եւ ամենակարևորը, այն փաստը, որ Լեան Հունանի աղջիկն է։ Այն նույն Հունանի, ով Լեոյին զրկեց մարզասրահից եւ փորձեց կոտրել նրա ապագան։ Դավիթի անհանգստությունը տեղին է, քանի որ նա հասկանում է, այս սերը դատապարտված է մեծ փորձությունների, եւ իսկապես խոչընդոտները չեն ուշանում։ Մակունցների տանը Հունանը վերջնագիր է ներկայացնում դստերը։ Նա խոսում է ոչ թե որպես հայր, այլ որպես ընտանիքի ղեկավար, ում խոսքը օրենք է։ Հունանը հայտարարում է, որ սա առաջին եւ վերջին անգամն է, որ ինքը պահանջում է Լեան պետք է հեռու մնա Լեոից։ Նա շեշտում է, որ ինքը միշտ ընտանիքը վեր է դասել ամեն ինչից, բայց զգում է, որ դուստրը նույն կերպ չի վարվում։ Լեան, ով թունդ սիրահարված է եւ ապրում է իր առաջին մաքուր զգացմունքներով, ապշած է հոր կտրուկ լինելուց։ Նրա սիրտը կոտրվում է, քանի որ հայտնվում է երկու կրակի արանքում՝ հոր հանդեպ պարտքի եւ սրտի կանչի։ Սակայն Հունանը միայն խոսքերով չի սահմանափակվում։ Դստեր հետ խոսելուց անմիջապես հետո նա ուղևորվում է Լեոյի տուն, թշնամու որջը։ Եվ այստեղ տեղի է ունենում մի շատ հետաքրքիր հոգեբանական պահ։ Հունանը մտնում է բակ եւ տեսնում Լեոյին, ով կուստար աղքատիկ պայմաններում ձեռքի տակ եղած հնարավորություններով մարզվում է։ Հունանը որպես նախկին մարզիկ եւ ուժեղ տղամարդ հոգու խորքում չի կարող չհիանալ Լեոյի անկոտրում տեսակով։ Նա տեսնում է մի տղայի, ով չի հանձնվում, ով պայքարում է, սակայն չնայած այդ ներքին հարգանքին, նրա արտաքին դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Նա արգելում է Լեոյին մոտենալ իր դստերը։ Բայց մինչ մի զույգը պայքարում է արգելքների դեմ, մյուս կողմում վերականգնվում է մեկ այլ ավելի թունավոր հարաբերություն։ Գրիշոն, հասկանալով իր սխալը կամ գուցե խաղալով հերթական խաղը, գնում է Մանանի ուսումնարան։ Նա արդարանում է, թե զայրացած է եղել եւ հիմա ցանկանում է հաշտվել։ Մանանը, ով Գրիշոյի մեջ տեսնում է ոչ միայն սեր, այլև ապահով ապագա եւ հարուստ ամուսին, ընդունում է նրան։ Եվ ճակատագրի հեգնանքով նրանք գնում են ճաշելու հենց Ինայի ռեստորան, որտեղ աշխատում է Դավիթը։ Պատկերացրեք խեղճ Դավիթի վիճակը։ Նա դուրս է գալիս հյուրասրահ եւ տեսնում քրոջը, Մանանին, իրենց թշնամու Գրիշոյի հետ։ Դավիթը պարզապես կրակն է ընկել իր քույր ու եղբոր ձեռքը։ Մի կողմից Լեոն սիրում է Լեային, մյուս կողմից Մանանը հանդիպում է Գրիշոյին։ Ստացվում է, որ Սարգսյանների ընտանիքի բոլոր զավակները կապված են մակունցների հետ։ Ռեստորանում կրկին վեճ է բռնկվում։ Մանանը վախեցած փորձում է արդարանալ, ասելով, որ սա այն չէ, ինչ դու ես մտածում, բայց փաստերը խոսում են իրենց մասին։ Իրավիճակը գնալով բարդանում է եւ հարց է առաջանում. արդյոք Մանանը անկեղծ է իր զգացմունքներում, թե նրան կուրացրել է Գրիշոյի հարստությունը։ Եվ ինչպես Դավիթը դուրս կգա այս խառնաշփոթից, երբ նա միակն է, ով փորձում է պահել ընտանիքի պատիվը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։